ես անում, գժվել ես։ Մարկ։ Մարկ, լսի ինձ, արի օգնեմ քեզ նստես։ Ես քայլելու եմ, անպայման քայլելու եմ։ Եթե սեն շարունակես, չես կարող քայլել երբեք։ Թողեք, ես ինքնուրույն, ես ամեն ինչ ինքս կանեմ։ Լսիր ինձ, Մարկ, չի կարելի։ Հասկացի, ոտքերդ չես զգում ու կարող ես կոտրել։ Անին տանը չի։ Մարկ ինչ-որ բան է եղել։ Ոչինչ, ամեն ինչ նորմալ է։ Բժիշկ ինչ պետք է անեմ, որ կարողանամ քայլեմ, ես պետք է քայլեմ։ Մնում է նույն համառությամբ բուժման կուրսը տանցնես։ Սկսենք։ Հենց հիմա, եկեք, սկսենք։ Գիտես, ես միշտ օգտվում եմ այս խանութից։ Ապրանքը բնական հումքի վրա է պատրաստած։ Երևում է։ Այսա շատ հավանեցի։ Կվերցնեմ։ Հա, մենակ թե արագ խնդրում եմ։ Այ, որ գալիս եմ այս խանութը չեմ ուզում գնալ, հանգստանում եմ ստեղ։ Ամեն ինչ այդքան գեղեցիկ է։ Իսկ ես արդեն անհանգիստ եմ, մի օր անցել, իսկ անին չկա։ Չէ, կարծում որ փոլիս զանգելու ժամանակն է։ Բայց ինչ ես անհանգստանում, ես Ռաֆին ասել եմ, ինքը կզբաղվի այդ հարցով։ Լավ։ Մրսում եմ խնդրում ինձ թեյ կտաս։ Ապես եմ որքեն։ Աննա, խմի այստեղը։ Մարկ։ Ես գիտեի, որ դու ինձ կգտնես։ Մարկ, դու քայլում ես։ Մարկ, քայլում ես։ Աստորեն, իզուր չեր իմ այստեղ գալը, իզուր չեր ես ամեն ինչը։ Մարկս։ Դանիել։ Անջան, լավ ես։ Դու ոնց ես այստեղ եկել։ Դու ոչինչ չես հիշում։ Խմի այստեղ։ Շնորհակալ եմ։ Էդ ես եմ շնորհակալ։ Եթե ինչ-որ բան պետք լինի, անպայման զանգի։ Ես հիմա մենակ Անիի մասին եմ մտածում։ Գիտես, ես Անին շատ լավ չեմ ճանաչում, բայց չեմ կարծում, որ ինքը նման քայլի լիներ։ Նկատի ունեք Մարկին թողնելը։ Ճիշտ է, չէր թողնի, որովհետև Անին Մարկին շատ է սիրում, իր համար կյանքն էլ կտա։ Ստեղ ինչ-որ մի բան կա։ Հա, հաստատ ինչ-որ մի բան եղել է, որ ստիպել Անին գնալ այդ քայլին։ Կամ ինչ-որ մեկը։ Ինչ եղավ։ Կարծես թե սկսում եմ հասկանալ։
Այսօրվա համար այսքանը բավական է։ Նույն վարժությունները կարող ես օրվա մեջ էլի կրկնես։ Ես անին սովորեցրել եմ։ Կկրկնեմ։ Հա, իմիջայլոց։ Ժամանակն է, որ նորից հետազոտությունների անցնես։ Ինչի համար։ Որպեսզի հասկանանք, կկարողանանք քեզ վերահատություն կատարել, թե ոչ։ Եվ առհասարակ կարելի է վիրահատել, թե ոչ։ Իսկ երբ կարող եմ հետազոտվել։ Թեկուզ ընդ վաղը։ Ես քեզ այսօր երեկոյան կզանգեմ եւ ամեն ինչ կասեմ։ Լավ։ Դες գնացի Մարկ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Կբարևես Անին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Մարիա ջան։ Բարի նստի։ Մարկ, ոնց ես։ Լավ, մերսի։ Դու։ Մարկ, ուզում եմ, որ մենք լուրջ խոսենք։ Ինչի մասին։ Անի, գիտեմ, որ հիմա քեզ ցավացնում եմ, գիտեմ, որ այս թեման քո համար տհաճ է, բայց ես ուզում եմ հասկանալ Անիի անհետացման իրական պատճառը։ Անին հոգնեց անվերջ պրոբլեմներից, հոգնեց այն մարդուց, ով չի կարող իրան սեր տալ, ոչ մի բան չի կարողանում տալ։ Դու հիմա հասկանում ես ինչ ես խոսում, դու հավատում ես քո ասածներին։ Ես հավատում եմ իրականությանը, ու իրականությունը էսա։ Մարկ, քո ասած իրականությունը բացարձակ կապ չունի այս ամեն ինչի հետ։ Անին քեզ խենթի պես է սիրում, ինքնամոռաց, ու դու մի անգամ չի, որ համոզվել ես դրանում։ Բայց Անին ինձ թողեց այն ժամանակ, երբ ամենից շատ ես իրա կարիքն էի զգում։ Բայց ես չեմ չարանում։ Մենակ թե իմանամ իրա հետ ամեն ինչ լավ է, մենակ թե իմանամ։ Մարկ, ես ուզում եմ, որ դու կարդաս այս նամակը։ Բայց ես Կարդա, ես քեզ շատ բան կասի։ Երկու ժամ ուզում եմ փասպորտը բացեմ չեմ կարում, ընկերոջ հանդիպել եք այդպես սպանանը։ Ja, ես ո՞տ է տովատարուն է։ Սենտի պաստորեն երկրորդ անգամ մերժեց, բլադ։ Լավ չի։ Եթե ընկերը շմերքից խփում է, դրանից լավ ոչ չի գալի, դրանից վատ բան չկա։ Կա։ Երբ որ հալալ ընկերը ժամանակի շուտ են աշխարհը գնում։ Դու տես բան չես անի։ Ինչի՞ չէ որ սենց իրար յոլա տանելով երկար չենք ձգի։ Մեզանից մեկը ուշ թե շուտ գնալու են աշխարհ։ Թող առաջի քայլը հենց ես անեմ։ Նիկ։ Հա, վլադ, հա։ Էսի կոնկրետ բիզնես է, ստեղ ոչ մի անձնական բան չկա։ Ու եթե այդ մարդիկ կոնկրետ արդեն խանգարում են ինձ, ուրեմն ես ստիպված պետք է դրանց ոչնչացնեմ։ Եվ անամ, ես չգիտեմ, դրանից լավ հոտ չեմ առնում։ Ինչ վատ հետևանք օրինակ պետք է ունենա, ասենք ինքնասպանությունը։ Ինքնասպանություն։ Հա։ Ասենք տղեկից մեկը գնում են աշխարհ ու Ջոնը, մեր աղբերը, սկսում է իրան մեջից կրծել։ Եթե մենակ ջան ինք թուլասնի, ու ինչքան ջանը թուլանա, եթե մեզ կուժեղացնի։ Good idea. Դες ինչ ես ան։ Ալո Արսեն, ուր ես։ Նա շուտ արի օֆիս։
Հիմա հասկանում ես, որ այստեղ մի բան են չի։ Փաստորեն անեն գիտակցել է ինչ անում։ Այդ մի կողմից ինձ հանգստացնում է, բայց մյուս կողմից էլ անհանգստացնում։ Գիտակցել է, որովհետև ինձ խնդրել է, որ քո կողքին լինեմ։ Հիշում ես ինչքան լարված էր այդ վերջին օրը։ Մարկ։ Քեզ լավն է, Մարկ։ Ես դա վերագրում եմ երեխուն, որ կորցնելու վտանգի առաջ է, լարված է, բայց իրականում արդեն Անին ամեն ինչ պլանավորել էր։ Պլանավորել էր։ Բայց չեմ կարծում, որ Անին դա աներ առանց լուրջ պատճառի։ Կամ էլ Անին ստիպել են։ Ինչ։ Ոնց ստիպել են։ Ով է ստիպել։ Չգիտեմ, Մարկ, ինքդ մտածի։ Տան այն նկատի ունես։ Ես ոչ ոքի էլի նկատի չունեմ, բայց վախենում եմ։ Իրոք վախենում եմ, որովհետև Դանան արդեն մի անգամ առևանգել Անին։ Մարիա այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Համ էլ Դանան գիտի, որ ես Անին եմ սիրում։ Այն ժամանակ էլ գիտեր։ Կյանքումս չէի մտածի, որ սենց բաներ կանեմ։ Ինչ։ Գուշակել է որտեղ կլնեմ հիմա։ Երբեք չեմ կարող գուշակել։ Հագուստի խանութում եմ ու քո համար ուզում եմ շորեր ընտրեմ։ Ինչ։ Տենց բան չանես։ Երբեք չէի մտածի, որ սենց բան կանեմ, գիտես չէ։ Ծիծաղս իմ վրա գալիս է։ Հենց հիմա չեմ հավատում, որ ես եմ ու սենց բաներ եմ անում։ Խնդրում եմ, չանես տենց բան։ Գժվել եմ, գիտես չէ։ Ուղղակի լրիվ թափել եմ։ Կարոտել եմ քեզ շատ եմ մտածում քո մասին։ Ունենց տպավորությունա, որ անընդհատ ուզենամ քո համար ինչ-որ բան անեմ։ Ջան, Իսկ կարաս ինձ ասես ինչ ոչի մեջ ես էլի շորեր սիրում։ ինձ ոչինչ պետք չի, լսում ես։ Ստեղ այնքան սիրուն բաներ կա, չգիտեմ որ առնեմ, որը թողեմ քո համար։ Ջան, Լավ, ես գիտեմ ոնց կանեմ։ Այս խանութում ինչ կա, չկա առնելու։ գժվել ես։ Իմ քուրը թագուի է ու տենց էլ պետք է հագնվի։ Դու եփ տանը կլնես։ Մի քիչ գործեր ունեմ։ Okay, դե մի ժամից տանը լնես, որ գալու եմ։ Սիրում եմ քեզ, Մարկ։ Դանիել։ Ոնց ես, լավ ես արդեն։ Լավ եմ։ Ուղղակի մի քիչ թույլ եմ, բայց լավ եմ։ Այնքան թույլ էր, որ խոսքդ կիսատ թողեցիր ու քնեցիր։ Հիմա լավ ջերմությունն էր։ Այ մտեղ ես խմեմ կանցնի։ Հիմա կարող ես ասես ինչ ա եղել քեզ տեղ։ Իսկ դու ստեղ ինչ ես անում։ Ավելի ճիշտ ոնց ես ինձ գտել։ Դե ես արդեն 2 ամիս աստեղ եմ ապրում։ Ստեղ։ Կատուն եմ ես քաղաքում։ Իսկ որ քեզ տեսա, բավականին զարմացա։ Մոտ ես ապրում։ Չի դու չես հիշում ենք ոնց հանդիպեցինք։ Չէ։ Ոչ մի բան չեմ հիշում։ Ավելի ճիշտ մենակ հիշում եմ, որ դուրս եկա ջուր առնելու ու վերջ։ Մարկետ ես կրվել։
լինի այդ մասին չխոսենք։ Ու առհասարակ ես չեմ ուզում, որ ոչ ոք իմանա իմ տղան։ Ինձ թվում է այսքան ժամանակվա ընթացքում պետք է որ համոզվեր, որ ես կարողանում եմ դրանից պահպանել։ Ու մի բան էլ։ Ես ուզում եմ, որ դու մոռանաս այս տան ճանապարհը։ Ես չեմ ուզում, որ դու այստեղ կաս։ Մարկ, ես պիտի գնամ։ Գործերիդ նայ, մերսի որ եկար։ Մտածի ասացներիս մասին, լավ։ Անպայման։ Կներես, չեմ կարող չգնալ հանդիպում ունեմ։ Ես էլի կգամ։ Հանգիստ գնա։ Առայժմ։ Ինչ ես անում ստե։ Բարև, պարտներ ջան, լավ ես։ Ասում եմ ինչ ես անում ստե։ Չհասկացա։ Սարա դու սարի ես տրամադրություն չունեմ ոչ մեկի տենալու։ Մայք ջան, արի մի բան հիմա հասկանանք ու մեկ ընդմիշտ։ Ես քո պարտներն եմ։ Ես քո աշխատողը չեմ, որ դու ինձ երբ ուզես ոնց ուզես հանես սենյակից։ Կամ աշխատում ենք նորմալ, կամ ընդհանրապես չենք աշխատում, որոշի։ Սարա, Մայք որոշի։ Սարա հենց հիմա դու սարի սենյակից։ Ես քո սխալն էր։ Քո ամենամեծ սխալը։ Լավ մնա։ Բարելուս Մարկ ջան։ Բարելուս։ Ոնց ես։ Լավ դու։ Լավ, մերսի։ Նոր Մարիային տեսա։ Հա նոր ստեղ էր եկել էր։ Դե բան չասեցի, չհարցրեցի անցած անգամ դեպքից հետո տուն տանեմ թե չէ։ Իսկ ինչ էր եղել նորը։ Ոչ մի բան, ընկերոջը հանդիպեցինք, թեթև խոսակցություն ունեցանք։ Ինչքան գիտեմ Մայքը իր անկերը չի։ Ինչ է եղել, թեմա կա։ Չէ, խանդի տեսարաններ, թեթև դասական խոսակցություն։ Խանդ։ Բայց դե խանդելու առիթ կար։ Ինչ իմանաս։ Մենք ավելի շատ ենք երեսազան, քան ինքը։ Չնայած ես այդ աղջիկն ուղղակի ուղեկցել եմ տուն։ Հա դե ամեն ինչ էլ դրանից է սկսում։ Չի ասի։ Ես բացասական ոչ մի բան չեմ ընդունում, երբ որ սոված եմ լինում։ Գնանք հաց ուտենք։ Եվ վիճակի չեմ։ Ես ոչ մի մերժում չեմ ընդունում, Մարկ ջան։ Անի ջան, ճիշտն ասած չեմ կարող հասկանամ ասածիդ իմաստը։ Ինչ որ բան նենց չի։ Չէ։ Okay. Իսկ կարող է ես ինձ ինչ-որ ավելի նոր բան եմ թույլ տվել։ Չէ։ Այդ դեպքում կբացատրես տրամաբանությունը քո ասածին։ Որովհետև փաստ է, որ դու օգնության կարիք ունես հիմա։ Ու դու միշտ ուզում ես ինձ օգնել, չէ։ Չէ, ոչ միշտ։ Մենակ այն ժամանակ, երբ որ տեսնում եմ, որ դու դա կարիք ունես։ Ու անշահախնդրորեն։ Դե անշահախնդրորեն ոչինչ չի լինում։ Արդեն սկսում եմ հասկանալ։ Անի, ես քեզ հավանում եմ։ Համակրում եմ։ Ու ավելին ասեմ։ Ես քեզ սիրում եմ։
Բայց դրա հետ մեկտեղ նաև գիտեմ քո զգացմունքների մասին Մարկի հանդեպ։ Գիտեմ ու հարգում եմ, բայց մեկը չեմ կարող քեզ մենակ թողնել։ Մանավանդ քո դժվար պահին։ Դանիել, ինձ ոչ ոքի օգնությունը պետք չի։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ես գիտակցում եմ այս դժվարությունը։ Միգուցե դու գիտակցում ես շատ բաներ, բայց մի բան երևի այդքան էլ լավ չես հասկանում։ Որ իմ զգացմունքները այնքան խորն են, որ ես պատրաստ եմ աջ փակել ամենքի եւ ամեն ինչի վրա։ Ու ես պատրաստ եմ իմ մեջ խեղդել իմ սերը։ Միայն նրա համար, որ ուղղակի լինեմ քո կողքը որպես մարդ։ Ոչինչ ավելի։ Խնդրում եմ։ Կարող ես գնալ։ Խնդրում եմ քեզ գնալ։ Ու ես չեմ ուզում, որ դու ընդհանրապես այստեղ կաս։ Լավ։ Այս քուրիկս իմ նվիրած մեքենան չի քշում, հա? Այս ինչա։ Մի փոքր բան, տենց փուճում։ Մի փոքր բան։ Ջոն, սենց բաներ մի արա, ես ինձ անհարմար եմ զգում։ Հələ այդ նորմալ է, որ ախպերը քրոջ համար սենց բաներ անում։ Ջոն, Ես ամեն անգամ քեզ այդ նույն բանը բացատրում եմ։ ներս գնանք։ Հաբա։ Օգնեմ։ Չէ, մի ձև գլուխ կհանամ։ Գիտես, չէի մտածի, որ կարամ սենց գնամ խանութ, քո համար ինչ-որ սենց հագնելու բաներ առնեմ, բայց մի ձև ես ամեն ինչից սենց հաճույք ա պատճառում։ Գնացինք։ Այսօր նորից թե ենք խմելու։ Շար այսօր չայ փոխարեն կոֆե խմենք, էլի։ Ես ճիշտ ասած տենց չեմ սիրում չայ։ Լուրջ։ Լուրջ եմ ասում։ Ես էլ։ Չնայած կարան գնանք ուրիշ տեղ կոֆե խմենք, որ քուրիկս չարչարվի։ Դե լավ, էլ մի չափազանցրու։ Մեծ բան չի, հիմա կգամ։ Լավ։ Ուր գնանք։ Մարկ պատկերացնում ես մի տարուց մեր բալիկի հետ գալու են գայքի։ Արևս որ պատկերացնում եմ մի տեսակ շունչս կտրվում է, մի հատ անբացատրելի ուժ է գալի։ Ուզում եմ սաղ աշխարհը շուտ տամ, էլ չեմ համբերում այդ օրը երբ է գալի։ Մարկ նայ։ Ես մեր առաջին նկարն եմ։ Արևս կարամ ես նկարը իմ մոտ բայեմ։ Ոչ ուրես։ Կապան ուզում են նկարդ գողանալ։ Արևս, ես նորմալ խնդրեցի։ Խնդրելն ու գողանալը լրիվ ուրիշ բաներ են։ Լավ, ես էլ սիրով տպեցի քեզ։
Ապեր ոնց որ հիշողությունները տարել են քեզ, Հա։ Մեկ-մեկ այդ հիշողությունները սիրտս փշրում են։ Մեկ-մեկ էլ ջերմացնում։ Լավ է լինելու ամեն ինչ։ Դու չես էլ պատկերացնում ինչքան լավ է լինելու ամեն ինչ։ Հուսանք։ Ես ինչ եմ ադել։ Մարիայի համար եմ առել։ Լսի մադլե դու կամաց խելքը թրծնում ես։ Ինչի՞։ Միասին ենք առել։ Այսինքն ո՞նց է միասին եք առել։ Ես արդեն սովորել եմ համբերել, սպասել, ինձ զսպել։ Մենակ մի բան եմ ուզում հասցնեմ։ Ինչ հասցնես։ Հասցնեմ թորներիս ամուր գրկեմ ու ցոր իսկական տատիկնագրքում։ Օ, դե դա հաստատ կլինի, ես արդեն տեսնում եմ, ճանապարհին է գալիս։ Լսի, մադլե, մտածում եմ Մարիային եւ Ջոնին չհանդիպացնենք միասին այստեղ միտեղ նստենք։ Հա, լավ կլինի ռեստորանում թե տանը։ Դե դա արդեն ինքդ որոշի։ Իսկ Ջոնը կգա։ Ջոնին թողից վրա։ Լավ։ Գիտես, ես արդեն ամեն ինչ կամաց Մարիայի համար առնում եմ։ Երբ տեղափոխվի մեր տուն, ամեն ինչ նոր կլինի։ Ապրես։ Ինչ եղավ, ում ենք սպասում։ Արսենին։ Իսկ ուրիշ ձև չկար դրա հարցերը լուծելու։ Լուծումա տղեն։ Հնա ինչ եմ ասում։ Այդ հեռախոսը բացած պարեք, որ իրար հետ կապի մեջ եք եղավ։ Լավ։ Ապեր ես եմ։ Մեն ինչ որ ասել էին վրա գրի, հետ ես փոխում։ Գրում ես իմ ու Ջոնի վրա։ Հա, ոնց եղել է տենց մնում է։ Okay, լավ, խոսանք։ Բան չի փոխվում ախորս։ Ես քորդ եմ ջան։ Բայմա բայց մի հատ էլ կոֆե խմեի, գիտես։ Մի հատ էլ ու դառը։ Ոնց էլ ջոգում ես։ Լավ, հիմա կբերեմ։ Դու զգացել ես, որ մենք նույն բաներն ենք սիրում։ Որ զգացի։ Հետո էլ ասում ես քուրս չես։ Դե լավ։ Բա ուրիշ ինչ ես սիրում։ Ինչից սկսեմ։ Ինչից ուզում ես։ Օրինակ հատապտուղներ եմ շատ սիրում։ Մանավանդ մալինը։ Մանավանդ մալինը։ Իսկ օրինակ ես տանել չեմ կարում կիվին ու բանանը, մի քիչ sense։ Այ ես էլ չեմ սիրում։ Խզիկոտ մրգեր են էլի։ Բայց ինչու խզիկ։ Չգիտեմ, պրոստը ասի։ Նրանք ես սիրում եմ ծովային ուտեստներ։ Ես էլ։ Մանավանդ շրիմփ։ Դե։ Լավ, ուտելիքներից ոնց որ թե անցանք, օրինակ ես սիրում եմ քնել բազմոցին հենց տեղ։ Ու հեռուստացը միացրած։ Ահա, հեռուստացիցը միացրած։ Վերջի անգամ չեմ հիշում, երբ եմ սենց ուրախացել, գիտես չէ։ Դու ճակատագրի նվերն ես քորիկս։ Անկեղծ ասեմ, ես էլ եմ շատ ուրախ։ Այն ինչ որ պատմել են քո մասին, կարծես թե իրականությանը չի համապատասխանում։ Հիմա նոր ես սկսել եմ ճանաչել մի հատ Ջոն, որը ինձ շատ նման է։ Ես քո կողքին եմ փոխվում։ Հավատում ես, որ մարդ մի օրում, մի ժամում, չգիտեմ, մի վայրկյանում կարա դառնա ամենաթանկը։ Հավատում եմ։ Հիմա դու էլ ես դարձել ինձ համար շատ թանկ։
Ես ուտը կերա, հա, ոնց որ։ Հա,